Այսօր հայկական մամուլի քննարկման թիվ 1 թեման ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հայտարարություններ այն մասին, որ ինքը լքում է կառավարական առանձնատունը։ Բանն այն է, որ փետրվարի 17-ին Աննա Հակոբյանը հանդես եկավ հրապարակումով, որն այնքան էլ իր վրա ուշադրություն չհրավիրեց։ Աննա Հակոբյանը հետևյալն էր գրել. «Հայտարարություն, սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ իմ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է։ Բոլորին խնդրում եմ այս թեմայի շուրջ լինել զուսպ, լինել կոռեկտ։ Շնորհակալություն»։ Սակայն Աննա Հակոբյանի այս հրապարակումը այնքան էլ ուշադրություն չէր հրավիրել իր վրա, քանի որ մարդիկ կարծում էին, որ պարզապես ֆիկտիվ ամուսնալուծություն է։ Այսօր արդեն Աննա Հակոբյանը տեսանյութով է հանդես եկել կառավարական առանձնատնից, որի ընթացքում խոսում է այս տարիների ընթացքում իր կերտած կերպարների, ստացած թանկարժեք զարդերի ու նվերների մասին, որոնք նշում է, որ թողնում է կառավարական առանձնատանը եւ նվիրում է պետությանը։ Աննա Հակոբյանը ցույց է տվել նաև, թե ինչ իրեր է ինքն իր հետ տանում, դրանք են, ինչպես ինքն է նշում, իր անձնական խնամքի, հիգիենայի պարագաներն ու իր հագուստները։ Աննա Հակոբյանը նշել է, որ այս տարիների ընթացքում շատ անգամներ քննարկվել է իր արտաքին տեսքը, կրած հագուստը եւ այլն։ Այս տարիների ընթացքում ես աճպարարությամբ եմ զբաղվել, ինձ ինչ-որ դիզայներներ տվել են հագուստներ, որոնք որ ես հագել եմ, ներկայացել այս կամ այն միջոցառմանը, ապա հետ եմ վերադարձրել նրանց։ Շնորհակալ եմ այդ մարդկանց, նշում է Աննա Հակոբյանը։ Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Աննա Հակոբյանի այս հրապարակմանը։ Աննայի որոշմանը վերաբերում եմ հարգանքով։ Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին։ Թերևս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում, ասում է Նիկոլ Փաշինյանը։ Աննա Հակոբյանի հրապարակումը ներկայացնում ենք հաջորդ թիվ։ Որոշակի խառնաշփոթ առաջացավ պայմանավորված այն հանգամանքով, որ ես նշել էի քաղաքացիական ամուսնությունը, իսկ ես նշել էի այդպես, որովհետև մենք այլ ամուսնություն չունենք։ Այսօր փետրվարի 25-ին ես լքում եմ կառավարական առանձնատունը, բայց քանի որ շատ սպասելի է, որ առաջիկայում տաքսու վարորդները տարբեր անհայտ անձինք տրանսպորտներում վստահաբար տարբեր տեղեկատվություն կտարածեն իմ մասին, մասնավորապես թե ոնց եմ ես այս տունը վերցրել հիմքից եւ հետս տարել, անհրաժեշտ եմ համարում մի քանի փաստ անձամբ ձեզ տեղյակ պահել։ Փաստ առաջին, ես տուն չունեմ, այն տունը, որ վարկով գնվել է, դեռ շենքը կառուցման ճանապարհին է, հետևաբար ես տեղափոխվում եմ վարձակալած բնակարան։ Այն պարագայում, եթե ասեն դոլարային միլիոնատեր եմ, հաշիվներ ունեմ դոլարային, օֆշորային գոտիներում, չգիտեմ, դղյակներ եւ այլն, հարկ եմ համարում ասել, որ իմ հաշվի համարին կա գումար տան վաճառքից մնացած, թիվը չեմ հիշում, որովհետև երբեք չեմ հետաքրքրվում, որից ծախսվել է անձնական նպատակներով ինչ-որ գումար, իմ քարտին կա գումար իմ քայլը հիմնադրամի աշխատավարձից եւ եկամտային հարկի վերադարձից կուտակված գումար, դա հիշում եմ, որովհետև ամեն անգամ բացելիս երևում է 5 միլիոն դրամ։ Կարծում եմ ինձ բավարար է ապրելու համար։ Ես չունեմ մեքենա, բնականաբար ես չեմ ունենա պետական պահպանություն, այնպես որ եթե Երևանի փողոցներում ես տեսնեք միայնակ քայլելիս, խնդրում եմ չզարմանաք եւ խնդրում եմ նաեւ չվիրավորեք, որովհետեւ անցած մոտ 8 տարվա ընթացքում եւ զբաղարար չափով վիրավորան լսել եմ։ Ես ցանկություն ունեմ շարունակել աշխատել որպես իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրեն, որովհետև դա վարչապետ է, ինչի ինձ շատ պետք է, բայց կարծում եմ, որ միայն իմ ցանկությունը թերևս բավարար չէ սրա համար եւ բացի այդ դատելով երեկվա հակակոռուպցիոն կոմիտեի եւ լրագրողի միջև տեղի ունեցած հարցի պատասխանից չի բացառվում, որ ես քրեական պատասխանության ենթարկվեմ որպես իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրեն, կյանք է գուցե եւ հնարավոր է այդպիսի զարգացում, ինչ արած
կապրենք, կտեսնենք։ Տուփերի մեջ անձնական հագուստը եւ անձնական հիգիենայի պարագաները։ Ուրիշ բացարձակապես ոչինչ։ Բայց քանի որ ինչ որ իմաստով կարծես հրաժեշտի տեսանյութ է ստացվում, բարի ու լավ լույս բոլորին, ճիշտ է եղանակը մի քիչ քաշում է, բայց ասում է սուրճ նիկտո не отменял։ Սուրճս դրեցի, դե ինչ մեղքս թաքցնեմ, իհարկե մտել եմ արդեն լրատվականը կարդացել եմ, գիտեք, դա իմ վատ հիվանդություններից մեկն է առավոտ շուտ դա անելը, դա կարդացի, տեսա, որ վարչապետը եւ այդ կինը, որը որ իր հետ ապրում էր, որը օգտվել է բոլոր առաջին տիկինին պատկանող իրավունքներից եւ օգուտներից, բոլոր տենց ամառանոցում կառավարական ապրելուց սկսած միջև վերջացրած ամեն ինչով ասեց, որ հեռանում է, դուք հիմա կմտածեք, կինո, բոժանվեց, գնոց, բանա տեղ ունեցել, ընտանիքը քանդվեց մեր երկրում ջան, հասկանում եք, ու մարդիկ մտածեն, որ երևի հասկացել է, որ Արցախը Հայաստան է եւ վերջացողը տվեց Արցախը Ադրբեջանին, հասկացել է, որ սրբազաններին չէր կարելի բանտ նստացնել, երևի հասկացել է, որ հայ բարերարի հետ, որ տարիներ շարունակ էս երկրում բարեգործություն արել, այդպես չի կարելի վարվել, չի կարելի բոլորին նսեմացնել, երևի հասկացել է, բայց ուրեմն դուք միամիտ եք, որ տենց եք մտածում, որովհետեւ այն խաղերը, որ իրանք են խաղում, այն խաղերը, որ իրանք մեր գլխին են խաղում արդեն 8 տարի, ձեզ պիտի մի քիչ արդեն շուստրի չէ, խելացի դարձնել ես ամեն ինչի մեջ, պիտի հասկանայիք, որ հենց իրանք ոչ մի բան, իրանք չեն զարթնում առավոտը նույնիսկ հենց ընենց, եթե իրանց ի օգուտ չի դարվում, այս խոսքերս հիշեք, կտենաք։ Իսկ միշտ դուք քննարկում եք կոմենտներում, ոնց օգնենք իրան, բա որ դուս գա որտեղ ապրելու վարձով, ինչ է անելու նա, բանը դրամահավաք բացեք, գցում ենք բոլորս, մենք տուն վեկորենք, դե կառավարական ամառանոցից հետո մարդը չի գնալու, չնայած ես ամենայն անկեղծ եմ վստահ եմ, որ իրանք PR-ի համար կգնան խրճիթում էլ կապրեն, մենակ թե հունիսի միջև 6-ը իրանք ցույց տան։ Այն որ ես դաժա ուզում եմ ամեն ամիս եկեք ընտրություն անենք, որ տենց լավ բաներ տեղի ունենա մեր երկրում, ինչ ասեմ։ Իսկ ես գնամ սուրճս խմեմ, բայել եմ փախլաման, որը թխել է Զովացերոսի կինը, որը եկել է Արցախից, այն Արցախից, որը որ դուք իրանց ձեռքից վերցրել եք, հանձնել եք, տվել եք ադրբեջանցի կին։ Ու իր ամուսինն էլ զոհվել է, որովհետև դուք սխալվել եք, ամեն տեղ ձեր հաշվարկներում սխալվել եք։ Ու ինքը լինելով դասախոս այսօր եկել է ու թխումա ճիշտ է անմահական փախլավա, բայց միևնույնն է այդ ամեն ինչի մեջ ձեր մեղավորությունը կա։ Ու լավ իշեք, ուզում եք բաժանվեք, ուզում եք, չգիտեմ, շորերը հանեք, ճղեք մանգակ։ Как это мило, նայում եմ այս անձրևոտ եղանակին ու իրանց ստատուսներին, մարդն էլ գրել է, ես Աննային շատ եմ դառնություն պատճառել, ջանիկ, չնայած Ուրեմն դու մեզ գիտես ինչքան դառնություն ես պատճառել, դու գիտես ինչքան զոհվածի մոր ես միջև հիմա դառնություն պատճառում, ինչքան արցախցու ես դառնություն պատճառում, ինչքան հայի, իսկական հայուգենով հայ ես դառնություն պատճառում, այդ մենք է, չէ՞, այդ մենակ Աննան պիտի ազատվեր, եթե իհարկե ազատվել է, դե չեմ քննարկում, որ սա ֆարսային սիտուացիա ու սա ձեր ստեղծած, նա հատուկ արված, նա մշակված, նա տեխնոլոգիա, քաղաքական եւ այլն, դա չեմ քննարկում, բայց ասում եմ մեզ էլ է շատ դառնություն պատճառել կլինի, դե մենք բոլորով չենք կարող վերկենանք գնանք, չնայած ես գիտեմ, որ ձեր ուզածը դա է, որ մենք բոլորով գնանք, որ թուրքը գա ստեղ ապրի, բայց կլինի դու հելն ես գնաս, մենք մնանք ապրենք, կլինի այդպես լինի։